Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ես ողջունում եմ այս նախագիծը, պարոն Դադունց, որով մեր վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը էականորեն կնվազի, եւ դա շատ կարեւոր է այս պահին, բայց ուզում եմ խոսենք վարչական դատարանի ծանրաբեռնվածության մասին, առաջին ատյանի դատարանի ծանրաբեռնվածության մասին։ Առաջին խրամատը, սահմանը հենց վարչական դատարանն է առաջին ատյանի, որ ստանում է բազմաթիվ հազարավոր դիմումներ, վարչական ակտերի բողոքարկումներ եւ պատկերացրեք, եթե այսօր մենք մտածում ենք վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության մասին եւ այդ նյութերը գնում են առաջին ատյանից, չէ՞, պատկերացրեք ինչ վիճակում է այս պահին վարչական առաջին ատյանի դատարանը, վարչական դատարանը։ Եվ իմ տեղեկություններով յուրաքանչյուր դատավոր ունի հարյուրավոր 700, 800 վարչական գործ։ Պատկերացնում եք 700 գործով նա պետք է ապացույցներ հավաքագրի, չգիտեմ, հարցումներ անի, նիստեր անի, վարչական դատավարությամբ նախատեսված բազմաթիվ գործողություններ անի 700 եւ այդ նյութերը ամեն օր ավելանում եւ չեն պակասում։ Գումարած սրան նաեւ աշխատակազմը շատ ցածր է արձադրվում, պետք է խոստովանենք այդ մասին, դատավորի օգնական, քարտուղար, 130, չգիտեմ, 150 հազար է տատանվում է այդ սահմաններում ու այս գերծանրաբեռնվածության պայմաններում, այսինքն առավոտ ժամը 9-ին սկսում են աշխատանքը եւ գիտեմ ավարտում են 12 ժամ հետո երբեմն եւ էլի չեն հասցնում։ Պարոն Դադունց, պետք է մտածենք նաեւ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը ինչպես նվազեցնենք, սա շատ կարեւոր հարց է եւ կարծում եմ հաջորդ նախագիծը պետք է վերաբերվի վարչական դատարանի ծանրաբեռնվածությանը։ Շնորհակալություն։